ուզում են Իրանին ջախջախեն, այնպես որ այդ երկիրը ռազմական առումով լինի այլևս շատ թույլ, դիսֆունկցիոնալ եւ որևէ այսպես վտանգ չներկայացնի Իսրայելին, սա պլան մինիմումն է, իսկ պլան մաքսիմումը նաեւ եթե հնարավոր է Իրանում իշխանափոխություն իրականացնել։ Ամեն դեպքում ուժերը անհավասար են, ԱՄՆ-ն եւ Իսրայելը շատ ավելի անհամեմատ ավելի ուժեր են, քան Իրանը եւ կարծում եմ, որ Իրանը շատ երկար չի կարող դիմադրել։ Տարբեր թվեր են նշում 4 շաբաթ, 6 շաբաթ, կարծում եմ մոտ այդքան կտևի այս պատերազմական գործողությունները։ Եվ օրինակ, եթե վերցնենք, որ այդ Նախիջևանի վրա հարձակում հարվածները պատահականություն էր, արդյոք նման վտանգ նաև Հայաստանին չի սպառնում։ Դե տեսականորեն այո, չի կարելի բացառել, եթե պատահականություն է, կարող է Հայաստանի տարածքում պատահականություն, չնայած այնտեղ ուշագրավ է, որ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վրա է ընկել։ Օդանավակայանը հենց այնպես ինչ որ մի շինություն չէ, որ պատահական գանում լինի։ Այստեղ շատ ուշագրավ է հենց օդանավակայանում դրոնների ընկնելու փաստը կամ հարվածելու փաստը, դեռևս չենք իմանում ինչ է եղել։ Բայց այո, սա շատ հետաքրքիր եւ ուշագրավ է եւ նաեւ անսպասելի, կարծում եմ, որ շատերը չէին սպասում այսպիսի իրադարձությունների, հարևան Ադրբեջանում էլ այդպիսի մտահոգություն չկար, որ Իրանը կարող է իրենց հարվածել եւ այլն, այնպես որ շատ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում մեր հարևանությամբ եւ պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը։